Պարոն Ղազինյան, Ռոմանոս Պետրոսյանը կրկին անդրադարձել է հեծին իր հարցազրույցներից մեկում վերջին օրերին, մասնավորապես հայտնել է, որ առաջին անգամ չէ, որ հայտարարում է դրա մասին, ռազմավարական կառույցը, հեծը գրավադրվել է միջազգային բանկերում 100%-ով, նախ ինչու է հեծը 100%-ով միջազգային բանկերում գրավադրվել եւ նաեւ Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է, որ $60 միլիոն շահութաբաժին է դուրս բերվել, որը հնարավոր չէր, տեղի չէր կարող դա ունենալ։ Հեծը գրավադրված է եղել մինչև Կարապետյանի ձեռքբերումը, այսինքն դա որպես նախադեպային ցույց տալը իմ կարծիքով ճիշտ չի, այստեղ ազնվության խնդիր է, որ պետք է ամբողջությամբ ներկայացվի։ Երկրորդը միջազգային բանկերում գրավադրված լինելը եղել է տոկոսների, այսպես ասած, նաև տարբերության ավելի քչացնելու, իմիջիայլոց ձեզ ասեմ, չգիտեմ ինչի չի հայտարարում կառավարիչը, որ միջազգային բանկերում գրավադրված լինելուց բացի եղել է Սամվել Կարապետյանի անձնական երաշխավորությունը, որը կարծում եմ իր կարողությունով եւ միջազգային հեղինակությունով ավելի բարձր է, քան հեծի, այսպես ասած, բաժնետոմսերը։ Բայց կարևոր մի շատ խնդիր էլ կա, որ պետական անկախ գոնե թղթի վրա հանձնաժողովը այդ ամեն ինչը կարգավորում, այսինքն գիտեք ինչ, այնպես չի, որ դա տեղի ունեցել այսպես ուղղակի։ Հանրային ծառայությունների կարգով հանձնաժողովը տալիս է թույլտվություն, ամբողջությամբ այդ ժամանակահատվածը հսկում է, ինչ վերաբերում է $60 միլիոն շահույթին, Կարապետյանը, եթե չեմ սխալվում, 8 տարի շահույթ չի վերցրել։ Այս պահին էլ ունի շատ մեծ շահույթ վերցնելու հնարավորություն, վերցրել է շատ փոքր մաս։ Բայց Ռոմանոս Պետրոսյանը նաև պնդում է, որ ազգային օրենսդրությամբ արգելվում է այդ շահութաբաժինը դուրս բերելը, ինչը օրենքի խախտումով արվել է։ Այսինքն ստացվում է, որ հեծը կարողացել է շահույթ բաժանել առանց պետության, այս ամեն ինչ որ ասվում է, ես ինչպես ամբյոնից հայտարարեցի, ուրեմն իշխանափոխությունը իրանց գնալը շատ խիստ անհրաժեշտություն է։ Հիմա պատկերացրեք, հեծը կարողանում է, իհարկե ճակերտների մեջ, կարողանում է հավելագրումներ անի, հեծը կարողանում է տենդերներին մարդ չթողի, հեծը կարողանում է 60 միլիոն շահույթ բաշխի, հեծը կարողանում է գրավադրի 100%։ Գնացեք ուրեմն չեք կարող, եթե իրենց ասածով։ Որ ասացիք Սամվել Կարապետյանը իր անձնական երաշխավորությունն է հայտնել, դա իրենից ինչ էր ենթադրում, ինչն էր երաշխավորում Սամվել Կարապետյանը։ Ամբողջությամբ այդ վարկային միջոցներ, այսինքն այդտեղ խնդիր լինելու դեպքում նաև Սամվել Կարապետյանը անձնական միջոցներով էր պատասխանատու։ Այստեղ գիտեք ինչ, այսպես ասեմ, յուրաքանչյուր իշխանություն կերազի, որպեսզի այդ մարդը անձնական երաշխավորություն տա։ Այն առումով, որ եթե Աստված մի արասը խնդիրներ ստեղծվեին, այստեղ հեծի բաժնետոմսերի խնդիրը չէր առաջանալու։ Միանշանակ անձնական երաշխավորությունից ելնելով այդ ամբողջ հարցերը լուծելու էր սեփականատերը։ Բայց գալ նրան ու ասել, որ սնանկության գնացող ընկերությունը վերցրել ես, դարձրել ես շահույթ բերող իմիջիայլոց լավ կառավարման արդյունքում, որովհետև գիտենք, որ վատ կառավարման արդյունքում չի կարող այդպիսի բան լինել։ 8 տարի շահույթ չես վերցրել եւ վերցրել ես քո շահույթի ասենք օրինակ 15 կամ 20%-ը ու մեղադրել մարդուն դրանում կներեք դրան պատասխան չունի։ Այս ընթացքում եղել են նման օրինակ դրվագներ, որ Սամվել Կարապետյանը օրինակ իր անձնական երաշխավորության շրջանակներում ստացվի այնպես, որ պետք եղած լինի ու իր սեփական միջոցների Այդ եմ ասում, լավ կառավարումը բերել է նրան, որ դրա կարիքը չի եղել ուղղակի, ընդհանրապես վատ կառավարումն է բերում նրան, որ բիզնեսի սեփականատերը ստիպված է լինում անձնական միջոցներով, այսպես ասած, բայց իրենք չեն անդրադառնում մի շատ կարևոր խնդրի, շատ կարևոր, ինչպես ես նշեցի, այստեղ կա հետևյալ խնդիրը, մեղադրել Սամվել Կարապետյանին, այսպես ասած, գումար կամ մեզ ընդհանրապես գումար վաստակելու մեջ հավելագրումներից, այն դեպքում, որ իրենց օրոքել ես մատնանշեցի, Գյումրու մանկապարտեզի դեպքը, քաղաքային լուսավորությունների դեպքը, բազմաթիվ այդպիսի դեպքեր, հիմա հարց է առաջանում, այսինքն դուք հիմա փայ եք իրենց հետ, շատ ուղիղ, եթե այո, մի հատ հասկանանք, տեսնենք այդ ոնց է տեղի ունենում, եթե ոչ, բայց ասեց, որ այդ նույն երևույթների դեմ, որի դեմ մենք պայքարում ենք, մենք, այսպես ասած, մեջը բան ունենք, էլ։ Հիմա Ռոմանոս Պետրոսյանի ես բոլոր հայտարարությունները, որոնք ես թվարկեցի, սուտ են ու իրականությանը չեն համապատասխանում։
բարեկրթության սահմաններում մնալով հանդերձ եկեք սենց ասենք ճիշտ չեն։ Չէ, գիտեք ինչ, հիմա այնտեղ այսպես ասած քաղաքային խոսույթով ասած կոտորվեցինք ասելով, որ տնօրենների խորհրդի աշխատավարձը բացարձակ կապ չունի հեծի հետ։ Դա սեփականատիրոջ գրպանիցա շահույթից է։ Այն օր նորից հայտարարել է 260 միլիոն դրամ տնօրենների խորհրդի աշխատավարձ։ Քեզ ինչ։ Երկրորդը, ասում է այդ գումարը թողեն, մենք այստեղ օգտագործենք, այսինքն սովորել են, որ Կարապետյանը իր շահույթները ամբողջությամբ պիտի թողի մեջ, իրենք վերցնեն իրենց աշխատավարձ տան։ Եվ բացարձակ բարոյական չի մեղադրել մարդկանց բարձր աշխատավարձ ստանալու մեջ եւ գնալ ինքդ ստանալ այդ աշխատավարձը։ Լավ, ես առաջարկում եմ գոնե ձեզ լրագրողներին լուրջ չընդունել եւ այս թեման փակել, որտեվ չկա եւ շատ մի կարեւոր հանգամանք էլ ասել եմ բաց են 64 պատգամավորի համար կառավարության, ում եք ուզում, ձեր նեղ մասնագետների համար կառավարիչը կարծում եմ արդեն ինչ որ չափով դարել է ոնց որ մասնագետ։ Խնդրեմ, ինչ հարց ուզում եք կամերաների առաջ, եկեք քննարկենք, բայց վերցնել նորից կրկնում եմ բիզնեսը մեղադրել մարդու շահույթ վերցնելու մեջ Եվ ընդհանրապես չկա, իմ ջազ ձեզ ասեմ, մի բան էլ չկա աշխարհում մեծ բիզնես, որտեղ վարկային միջոցներ ներգրաված չլինեն։ Եթե կա այդպիսի բան, խնդրեմ ասեք։